եթե մի դատախազ բաժանվի իր կնոջից, իսկ դրա մասին տեղյակ պահեն, որ ես իմանամ, որ այդ կինը, ապտիկինը այլևս նրա ընտանիքի անդամ չի։ Եթե մեկը ամուսնանա, իսկ տեղյակ պահեն։ Ну, քավորը կարան չասեն, թե ով ա եղել հարսանիքի քավորը, բայց դե ում հետ է ամուսնացել, իսկ օպերատիվ կարգով տեղյակ պահեն։ Նույնը նման նամակ եմ գրել, ասենք Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին, քննչական կոմիտեի ղեկավարին, հարկադիր կատարման որովհետև սահմանափակումը վերաբերում է բոլոր անորոշ թվով մարդկանց։ Օրինակ, հիմա ես ձեզ հետ խոսում եմ, ես անկեղծ ասած տեղյակ չեմ, դուք ձեր ազգակցական կապ որևէ դատախազի, քննիչի, դատավորի հետ ունեք, եւ նման անորոշությունը սահմանափակումների սա անթույլատրելի է, եւ դրա համար ես բողոքարկել եմ դատարանի այդ որոշումը, քննիչի որոշումը, ինձ հետ կապված էս վարույթի շրջանակներում ինչ որոշում որ կայացվել է, քննիչի կողմից, դատախազի կողմից, թե դատարանի կողմից, մենք բոլորը բողոքարկել ենք, բայց շատ արագ հիմա նախաքննությունը ավարտել են իմ մասով, ուղարկել են դատարան եւ դրա իմ կարծիքով շարժառիթային է, որպեսզի չիրականացնեն վարույթային գործողություններ եւ զրկեն իմ դատավարական իրավունքներից, որովհետեւ մեղադրյալը իրավունք ունի ներկայացնելու միջնորդություններ եւ այդ միջնորդությունների շրջանակներում պետք է իրականացվեն վարույթային գործողություններ։